Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորին Լիվիա քաղաքից, հիշեցնեմ, սա անկլավ է իսպանական Ֆրանսիայի տարածքում։ Երեք տեսակ իմ աներձակը եկավ, Բարսելոնայից եկավ, մենք հանդիպեցինք եւ գնացինք հենց Իսպանիայի առաջի այդ քաղաքը, որը գտնվում է այստեղ սահմանին։ Անունը մեկ վարքյան, մի հատ անունը նայեմ, մի հատ տարօրինակ անուն ուներ, մի վարքյան։ Ուրեմն Puigcerdá կոչվում այդ քաղաքի անունը։ Ուղղակի հիմա ինչ եմ ուզում ձեզ ցույց տալու, հիմա մի հատ նորից այդ ճանապարհը կկրկնենք, որ տեսնեք, թե ոնց է այդ ուրեմն վերջանում անկլավի սահմանը գալիս է Ֆրանսիան, հետո норից էլի Իսպանիան։ Մոտիկ այստեղ 2 կիլոմետր է, մի հատ դա էլ ձեզ ցույց տամ։ Уважаемые подписчики, добрый день. Из Ливии, это анклав Испании во Франции. Сейчас мы отсюда поедем в саму Испанию. Посмотрите, как проходим через границу Испании и Франции и снова Испании. Мы поедем конкретно в испанский городок, который сейчас находится прямо у границы. Puigcerdá называется. Мы вчера там были с моим родственником, там весело провели время. Поехали. Այս այս ճանապարհն է, ուղիղ մտնելու է Իսպանիա։ Ստեղ էլ արագաչափ է դրած 50 է տված արագությունը, այդ աչի վրա արագաչափ է, այսի արագաչափն է։ Հեսա Լիվիայից դուրս եկանք արդեն։ Հարգելի հետևորդներ, հիմա նայեք, մտանք Ֆրանսիայի տարածք, Իսպանիայի տարածքից դուրս եկանք անկլավից, բայց ինչն է հետաքրքիր, որ ոչ մի ցուցանակ չկա ֆրանսիական, որ դու մտնում ես Ֆրանսիայի տարածք։ Սովորաբար, եթե դու մտնում ես Ֆրանսիայի տարածք, ուրիշ տեղերից, ուրիշ մասերով որ մտել ենք, միշտ եղել է ցուցանակ, որ դուք արդեն Ֆրանսիայի տարածքում եք, ստեղ չկա, մենակ այս ճանապարհային նշաններից ես հասկանում, որ մտար Ֆրանսիայի տարածք։ Օրինակ սա հենա նայ գրածա սեդելը պասաժը ֆրանսերեն արդեն էլի։ Գրածա այսա Ֆրանսիայի տարածք ենք հիմա արդեն, ընդամենը 1 րոպեում մենք մտանք Ֆրանսիայի տարածք, հիմա գնանք արդեն դեպի Իսպանիա։ Հեսա նայեք, այդ աչի վրա այդ ցուցանակները ֆրանսերեն են գրված, դրանից ես հասկանում, որ Ֆրանսիայի տարածքում ես։ Տուլուզատանում Պերպինյան, սենց էլ Բարսելոնա գրածը։ Հարգելի հետևորդներ, հեռվում արդեն էսա մոստից հետո, երևաց уважаемые подписчики, вот мы опять заехали уже на территорию Испании. Что примечательно, что на территории Франции, когда заезжали, не было вывески, что ты уже въезжаешь во Францию. Только из дорожных знаков было понятно, что ты во Франции, так как на французском было написано. Мы уже в Испании. Всего 2 минуты длится это расстояние. Երկրոպե մենա դրոշները արդեն իսպանական Կատալոնիայի դրոշը։ Հեսա կմտնենք այդ քաղաքը։ Օրանում եմ դրա ունանտակ։ Забываю имя этого города все время. Айса քաղաքը, вот название города. Сейчас опять Puigcerdá или как там, сейчас вспомню опять. Лав, стերից պատտվենք արդեն հետ գնանք. От Кольцевой сейчас развернемся обратно во Францию, потом опять в Испанию. Стերից պատտվենք, հետ գնանք. Ստերից պատտվենք. Լիվիա հենա գրածը։ Դե հարգելի հետևորդներ, ոնց են ասում, մի հատ լավ խոսք ունենք, չէ, հայկական ասում է ջրի ճամփա են դարձել, հիմա 2-3 րոպեում 3-4 սահման ենք հատում։ Ուրեմն դեղից մտնում ենք Ֆրանսիայից Իսպանիա, հետո Ֆրանսիա, հետո նորից Իսպանիա, հետո նորից էլի Ֆրանսիա ենք հետ գնում։ Դե դա կատակով ասած, уважаемые подписчики, вот мы проехались по 4 границам, пересекли 4 границы за 5 минут. Интересно, конечно. Но самое интересное, что на границу, когда въезжаешь во Францию, не было никаких знаков опознавательных, что ты заезжаешь на территорию Франции. Ելավ արգելի դեպորտները առայժմ